Ես եկեղեցի եմ այցելում, բայց իմ կյանքը չի փոխվում։ Ինչ եմ սխալ անում։ Գիտեք, սիրելիներս, առաջինը ոչ թե կարևոր է եկեղեցի այցելելը, այլ Քրիստոսին ճանաչելը, հավատալ նրան եւ վերստին ծնունդ ունենալ։ Այսինքն, երբ որ դու հավատում ես, ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եւ նա փրկում է քեզ եւ տալիս է իր հոգին, որ բնակվի քո մեջ։ Երբ որ Աստծո հոգին բնակվում է քո մեջ եւ դու արդեն նրանն ես, դու չես կարող չփոխվել, որովհետեւ գլխավոր նպատակներից մեկը, որը Աստված կատարում է ամեն իր երեխայի կյանքում, նա փոխում է նրա կյանքը, փոխում է նրա մտքերը, մտածելակերպը։ Ուրիշ բան, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր արագությամբ դա կարող է կատարվել, եւ դա կախված է եւ մարդու կոչումից, որ նա ունի Աստծուց, եւ իհարկե կախված է թե ինչքանով է մարդը պատասխանում այդ կանչին, այսինքն ինչքանով մարդը փնտրում է ինքը Աստծուն, ինչքանով ուսումնասիրում է Աստծո խոսքը, ինչքանով աղոթում է նա։ Այդ ամենը կազդի նրա վրա, թե ինչ արագությամբ մարդը կփոխվի։ Բայց ես չեմ հավատում դրան, որ մարդը վերստին ծնված է, որ մարդը Աստծունն է եւ նրա կյանքում փոփոխություն չի կատարվում։ Եթե դու արդեն երկար ժամանակ եկեղեցում ես եւ փոփոխություն քո մեջ չես զգում, ուրեմն երևի պետք է այդ հարցը տալ. Տեր Աստված, արդյոք ես քոնն եմ։ Եթե ոչ, ուրեմն կարող ես իմ հետ հիմա ասել ես աղոթքը, կրկնի իմ հետևից, կրկնի հավատքով, որտեղ Աստծո խոսքը շատ պարզ ասում է, որ եթե սրտումդ հավատաս, որ Հիսուս Քրիստոսը Տերն է, որ 2000 տարի առաջ նա եկել է, մահացել է, հարություն առել եւ հոր աջ կողքից նստած է, եթե հավատում ես ավետարանի լուրին, դա բավական է, որպեսզի քո շուրթերով ասես, ընդունես Հիսուսին Տեր եւ Փրկիչ եւ կդառնաս դու նրանը։ Կրկնի իմ հետևից, ասա. Տեր Աստված, ես խնդրում եմ քեզ, որ դու ներես ինձ, ներես բոլոր իմ մեղքերս, որովհետև ես մեղավոր եմ քո առջև։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Տերն է, քո որդին է, որ նա եկել է 2000 տարի առաջ, ապրել է այստեղ, խաչի մահով մահացել է, հարություն առել։ Ես ընդունում եմ քեզ Հիսուս, որպես իմ Տեր եւ իմ Փրկիչ։ Ես բացում եմ իմ սիրտը եւ հրավիրում եմ քեզ։ Խնդրում եմ Տեր, տուր ինձ քո Սուրբ Հոգին։ Եվ եթե դու անկեղծ ես աղոթք արեցիր, ես համոզված եմ, որ դու դարձար Նրանը, դա նշանակում է նույնպես, որ Աստված արդեն իր հոգով կդնի քո մեջ ցանկություն եւ աղոթելու եւ Աստվածաշունչը կարդալու, եւ երբ որ դու դա անես եւ աղոթես եւ Աստվածաշունչը կարդաս, դու կտեսնես, որ քո կյանքը կսկսի ինքնըստինքյան փոխվել։ Աստված օրհնի քեզ։